Վիլեն Գաբրիելյանը Գյումրիի ընտրություններից հետո երևի դարձել է ամենակննարկվող ԿՊ-ականը եւ Վիլեն Գաբրիելյանը նաև ԿՊ-ն եւ որտեւ ես վստահ եմ որ Վիլեն Գաբրիելյանի անձնական որոշումը չէ դա այդ իր հայտնիության ալիքի վրա տանում է ԿՊ-ականների խաղը Առաջին հայացքից թվում է թե ինչ վատ բան է անում Վիլեն Գաբրիելյանը, եթե ուզում է մեր հայրենակիցների վերադարձը իրենց տներ։ Բայց դա միայն առաջին հայացքից։ Նախ ես հայտարարությունից հետո մտա գտա այդ միության էջը, որը նրա պնդմամբ արդեն տարի ու կես է հիմնադրվել է եւ գործում է։ Հասկանում եք մի էջ, որը ունի 100 հետևորդ, մի շարք ինչ որ հայտարարություններ եւ նյութեր տարածած եւ որոնք հավաքել են 0 հավանություն, այսինքն մարդիկ ոչ միայն տեղյակ չեն հետաքրքրում, այլ դա հերթական ինչ որ մի գործիքն է ստեղծված, որը ինչ որ պահի պետք է դրվի աշխատանքի մեջ։ Վիլեն Գաբրիելյանը այս իր քայլով փակում է արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Վիլեն Գաբրիելյանը տանում է նույն այդ գիծը որ արցախցիների վերադարձի հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում դուրս է մնացել։ Այսինքն, եթե մենք առանձին կետով պահանջում ենք արցախցիների վերադարձը, պարզ է չէ, որ մենք արցախցիների վերադարձը պահանջում ենք մի շարք նախապայմանների հողի վրա։ Մենք չենք ասում, որ թույլ տվեք արցախցիները գնան, ստանան ադրբեջանական անձնագրերը եւ դառնան Ադրբեջանի հպատակ իրենց տներում ապրեն, ոչ, հարցը շատ ավելի խորքային է եւ շատ ավելի ինքնորոշման էլեմենտ կիրառող է, նաեւ հարցը տանում է դեպի բանակցային գործընթացի վերադարձ, իսկ Վիլեն Գաբրիելյանը երբ բարձրացնում է այդ տարածքներից, Նախիջևանից, Գարմանից, Գաղթասների, իհարկե նրանք էլ ունեն վերադարձի իրավունք, բայց նրանց վերադարձի մասին մենք պետք է խոսենք ամենավերջի պահին, քանի դեռ արցախցիների հարցը արկախված է, իսկ ԿՊ-ականները ուղիղ եթերներում պնդում են, որ դա իրենց հետ կապ չունի, այնպես են պնդում, որ նույնիսկ Պետրոս Ղազարյանն է զարմանում այդ ցինիկության վրա։ Վիլեն Գաբրիելյանը այդ ցինիկության շարունակությունն է անում, սիրուն ձևի փաթեթավորված եւ շղարշված։ Հիմա շատերը կզարմանան, կասեն ինչպես կարելի է դեմ խոսել հայերի վերադարձը իրենց տներ կազմակերպելու հարցին։ Հենց այդպես դա փակում է արցախցիների վերադարձի հարցը, ընդհանրացնում է, մաքրում է, չէ՞ որ եթե մենք նույնիսկ խոսում ենք Սումգայիթից մենք բռնագաղթածներ ունենք, Բաքվից մենք բռնագաղթածներ ունենք, հա, Գանջայից մի շարք քաղաքներից մենք ունենք բռնագաղթածներ, թուրքերեն եմ ասում, որ ԿՊ-ականները հասկանան, այդ իրենց լեզվով եմ էլի խոսում։ Եթե մենք պահանջենք օրինակ Սումգայիթի հայերի վերադարձը Սումգայիթ, մենք հո չենք պահանջում, որ Սումգայիթը ճանաչվի հայկական։ Նույն տրամաբանության մեջ է, քանի դեռ մենք արցախցիների, կոպիտ ասեմ, քեյսը առանձին չենք պահել, այլոց վերադարձի հարցը այս պահին բարձրացնելը դավաճանական քաղաքականության շարունակություն է։